Բոլորիս է հայտնի, որ պետությունը իր կարիքների համար մրցույթներ է հայտարարում գնումներ իրականացնելու համար։ Պետական գնումների համակարգում հիմնական կանխավարկածը այն է, որ պայմանագրերը պետք է կնքվեն առավելապես մրցակցային ընթացակարգերով, որոնք պետք է լինեն առաջինը հրապարակային, երկրորդը արդար, երրորդը թափանցիկ և չորրորդը մասնակիցների համար հավասար հնարավորություններ ու վերաբերմունք ապահովող։ Անշուշտ պետական գնումների համակարգը ուսումնասիրությունների մեծ թեմա է։ Այս անգամ մեր դիտակետում կլինեն ոչ մրցակցային ընթացակարգով կատարվող գնումները, կամ այլ բառով ասած, մեկ անձից կատարվող գնումները։ Այսպիսով, Հայաստանի օրենսդրությունը թույլատրում է առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու մեկ անձից գնումներ կատարել հետևյալ դեպքերում։ Գնման առարկան հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից։ Գնման առարկայի գինը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Սկզբնական պայմանագիրը մինչև 20%-ով մեծացնելու պայմանով։ Ապրանքը ձեռք է բերվում լուծարվող կամ սնանկ անձից։ Ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ արտակարգ իրավիճակներից ելնելով գնման այլ ընթացակարգի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել։ Ապրանքի լրացուցիչ քանակություններ ձեռք են բերվում սկզբնական պայմանագրի կնքման հաջորդող 3 տարվա ընթացքում։ Մուտք գործելով ଇ.gov.am կայք եւ այնտեղից ընտրելով մեկ անձից կատարվող գնումներ բաժինը հնարավոր է տեսնել, թե պետական որ մարմինը մեկ անձից ինչպիսի գնում է կատարել եւ ուսումնասիրել կնքված պայմանագիրը։ Սակայն փորձագիտական կազմակերպությունները այլ բան են փաստում։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի վերջին ուսումնասիրությունները պետական գնումների ոլորտում ցույց են տալիս, որ ֆիլտրման ժամանակ, երբ ցանկություն կա ուսումնասիրելու պետական կոնկրետ մարմնի մեկ անձից գնումները, տվյալները արհեստականորեն ցույց են տալիս ավելի քիչ պայմանագրեր, քան իրականում կա տեղեկատվական բազայում։ Եվրոպական արդարադատության դատարանը ինքը ասում է, որ պատվիրատուն ինքը պետք է հիմնավորի, որ այլ ընթացակարգ քան մեկ անձը հնարավոր չէր տվյալ դեպքում կիրառել։ Ինչի է դա այդպիսի կոշտությունը, նաև նրա պատճառով է, որ մեկ անձը ինքը լինելով ոչ մրցակցային ձև հնարավորություն է ընձեռում, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը մեծանան։ Դա ողջ աշխարհում է այդպես, եւ Հայաստանում այստեղ ավելանում է եւս մեկ հանգամանք, օբյեկտիվ որոշակիր են, դա մեր շուկայի մենաշնորհայնացման համեմատաբար ավելի բարձր աստիճանն է։ Պարզվում է Հայաստանում մեկ անձից կատարվող գնման իրավական հիմքերը գրեթե ամբողջությամբ համադրելի են լավագույն փորձի հետ, սակայն թե տեղական եւ թե միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները վկայում են, որ այդ առումով օրենսդրության կիրարկումը շարունակում է մնալ անբավարար։ Պրակտիկայում մեկ անձից կատարվող գնումը նախապատվելի ընթացակարգ է մեր իրականությունում, ինչը պետք է իրականացվեր միայն բացառիկ դեպքերում։ Մենք ունենք առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից պետական գնումների համաձայնագիր, որի լիիրավ անդամն է Հայաստանի Հանրապետությունը, ինչը նշանակում է, որ մեր օրենսդրությունը համապատասխանել է այդ չափանիշներին, որ նա ընդգրկվել է, կան երկրներ նույն Վրաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, որոնք եւս մոտ ապագայում հավակնում են դառնան, բայց մենք ոնց որ ավելի հապճեպ կարգով փորձեցինք անդամակցել, ինչի հապճեպ է դել փորձեմ բացատրեմ, որտեղ մենք չունենք այդ ինստիտուտները, որոնք որ բերեն օրենքի կատարություն։ Մենք օրենքը անում ենք առանց համապատասխան ինստիտուտների։ Իսկ այն խնդիրը, որը որ արդեն դրանից ածանցվում է, ինչպես է օրենսդրությունը կիրառվում, դա եւս մեր գնահատումներով եւ ինչպես ցույց է տալի միտումների ուսումնասիրությունը, կարելի ասել, որ ոչ պատշաճ ձևի է կանոնակարգվում։ Պետական գնումների ոլորտում Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի 2015 թվականի տարեվերջին հրապարակած մոնիթորինգային վերջին հաշվետվությամբ կենտրոնը փաստում է, որ պատվիրատուները գնման մրցակցային ձևերի ընտրության փոխարեն հիմնականում ընտրում են ոչ մրցակցային գնումները։ Նույն կենտրոնի տվյալներով 2011-ից 2015 թվականներին կայացած մրցույթների շուրջ 65% իրականացվել է մեկ անձից գնման ձևով, ինչը խիստ հեռու է միջազգայինորեն ընդունելի նորմերից։ Փորձագետը բարձրաձայնում է այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ լուծումներ չեն ստացել։ Առաջինը դա պետական գնումների համակարգը ընդհանրապես դա միջոց է, որով որ երկիրը խթանում է տնտեսությունը, բիզնես հատվածը։ Մենք օրենսդրությունով ունենք երկու, այսպես ասած, ձև, մեկը նվազագույն գինն է, մյուսը առավել շահավետ տնտեսական առաջարկը։ 100% դեպքերում մենք կիրառում ենք նվազագույն գինը։ Հիմա դուք պատկերացնում եք, որ դուք ուզում եք շենք կառուցեք, ձեր համար կարևորը ոչ թե որակն է, այլ կարևորը որ էժանը լինի։ Երկրորդ կարևոր բանը այն է, որ իմ կարծիքով շատ ավելի կարևոր է։
պետական գնումների համակարգը դա մի մեխանիզմ է, որով խթանվում է նորարարությունը։ Հիմա դուք պատկերացրեք, դուք ունեք աթոռ, որը արժի ընդհանրենք 20,000 դրամ, հա, եւ կա նոր ավելի լավ ֆունկցիոնալ պարամետրեր ապահովող աթոռ, բայց դուք միշտ գնում եք 20,000 դրամանոց աթոռը։ Ավելին ասեմ, նույն համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի դոնորների կողմից ընթացակարգերում այդտեղ կա այսպես ասած որակի վրա հիմնված ընտրություն, որտեղ օրինակ հատկապես նախագծերը նրանք որակի վրա հիմնված են, ոչ թե գնի վրա հիմնված, եւ էլի ճիշտ է Հայաստանում կան դեպքեր, երբ որ չարաշահումներ լինում են, բայց ողջ աշխարհի մակարդակով եթե մենք նայենք, այդ պրոդուկտը գործում է։ Երրորդ կարևոր բանը դա այն է, որ մեր օրենսդրությունը հավասարակշռված չի, եւ դրանից է գալիս նաեւ ավելանում գնումների համակարգում կենտրոնացվածություն, օրինակ հիմա 168 ընկերություն մեծ հաշվով հսկում են ողջ գնումների շուկան։ Կարևոր գործոնը, որը նաև մեկ անձի դեպքում պետք է նշել, որ ցանկալի է իրականացնել, դա գործոնային պայմանագրերն է։ Մեր օրենքը օրինակ ասում է, որ պայմանագրերը կարող են կնքվել գործոնային եղանակներով, օրինակ դոլար դրամը, որը որ գործոն է, հա, օրինակ չգիտեմ, բենզինի գները համաշխարհային շուկայում, ու դրանք գործոնային են, հա, բայց մենք որևէ կարգի գործոնային պայմանագիր միջև օրս, չնայած օրենքը գրվել է 5 տարի արդեն իսկ գործումը, չենք տեսնում։ Ոլորտում արձանագրված բացասական միտումները բազմաթիվ են։ Դրանցից մեկն էլ այն է, որ տարեմուտի վերջին 3 ամիսներին կտրուկ ավելանում են մեկ անձից կատարվող գնումների թիվը։ Այս հարցում Արտակ Մանուկյանը իր բացատրությունն ունի։ Երբ որ պետական մարմինները ունեն են տնտեսումներ, եթե նրանք այդ գումարը չեն օգտագործում, դա պետք է հետ վերադառնա պետբյուջե։ Եվ սովորաբար փորձը ցույց է տալիս, որ այդ վերջի երամսյակին պետական մարմինները այդ տնտեսումներից ելնելով արդեն մեկ անձ են առնում, ինչը նշանակում է, որ պետական բյուջեի միջոցների նկատմամբ անարդյունավետ վարքագիծ։ Պետական գնումների համակարգում իրականացված վերլուծությունը վկայում է, որ առանց հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգը Հայաստանում իրականացվում է բարձր կոռուպցիոն ռիսկերով։ Մասնավորապես առանց հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգով հաղթող ճանաչվածներից շատերի սեփականատերերը ունեն շահերի բախում։ Օրինակ, արդեն տարիներ շարունակ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը միլիոն արժեցող պայմանագրեր է կնքում իր ու իր կնոջ հիմնադրած Catering Group ՍՊ-ի գլխավոր տնօրենի հետ, հենց այդ ընկերությանը վերապահելով ԴՀԿ ապահովող ծառայության ավտոմեքենաների եւ տեխնիկական սպասարկման վերանորոգման ծառայությունների մատուցման պարտավորությունը։ Ենթադրենք դուք հա բարձրաձայնում եք այս դեպքը, եթե բարձրաձայնում ենք ու ծածկադմփոց է լինում, դրանից իրերի երևույթները չեն փոխվում։ Այսինքն այդ սուբյեկտները եւս կշարունակեն գործել եւ այո, դա դասական առումով կարելի է դիտարկել որպես շահերի բախում։ Կենտրոնի հաշվետվությունից պարզվում է, որ մեկ անձից գնումների խնդիրը ավելի սուր է համայնքային գնումների պարագայում։ Փորձագետի կարծիքով այս իրողությունը կարելի է բացատրել ինչպես կարողությունների, այնպես էլ վերահսկողության պակասով, ինչը մեծացնում է կոռուպցիոն գայթակղությունները։ Եվ ստեղ էլի իմ կարծիքով ահագին անելիք կա եւ իրական անելիք, այլ ոչ թե իմիտացիոն բնույթի անելիքներ, որը որ միջև այս պետությունը սովորաբար կերակրում է։ Մոնիթորինգային տվյալներով 2014 թվականին 178 միլիարդ դրամ մեկ անձի հիմքով ձեռքբերումների շուրջ 152 միլիարդը 85% պայմանավորված է որոշակի օբյեկտիվ առանձնահատկություններով։ Քանակային առումով եւս տվյալ բնույթի ձեռքբերումները գերակշիռ դերակատարում ունեն։ Այդպիսիք են 11364 ընթացակարգերից 7890-ը 69%։ Նման ձեռքբերումների առյուծի բաժինը հանդիսանում են կրթական եւ առողջապահական ծառայությունները։ Ոչ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված ձեռքբերումները կազմել են 3474 հատ պայմանագիր, շուրջ 26 միլիարդ պայմանագրային արժեքով։ Արդեն պաշտոնապես հունվարից ԵԱՏՄ անդամ երկրներին տրված է 15% գնային նախապատվություն մինչև 70 միլիոն դրամ գնումների նկատմամբ, հա։ Հիմա մի պատկերացրեք, այդ աթոռը Եվրոպայից էր գալի, արժեր $100, հա, ենթադրենք, եւ այս պարագայում ԵԱՏՄ, եթե այդ աթոռը նույն վրան մագնիշվի, հա, ԵԱՏՄ-ը արդեն 114-ով դու պետքա գնես ԵԱՏՄ-ն, ոչ թե $100-անոց էլի նույն եվրոպական, այսինքն այստեղ լրջագույն էլի հավելյալ մենք կոռուպցիոն ռիսկեր են գնացել եւ մենք դա գնահատում ենք որպես հետընթաց օրենսդրության առումով։ 2011 թվականին օրենսդրական փոփոխության առաջարկ էր ներկայացվել, համաձայն որի ապրանքները, օրինակ բենզինը, պետք է գնել ապրանքահումքային բորսաներից։ Այդ եղանակով մեկ անձից գնում կատարելը կբարձրացնի բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը։
Մեր առաջարկը ընդունել են, բայց մինչև օրս 5 տարի է արդեն անցել, կառավարությունը գրել է օրենքում, որ պետք է սահմանի դրա առանձնահատկությունները ինչպես է իրականացվում, մինչև օրս չկա։ Այսինքն, եթե իրապես հետաքրքրված լիներ կառավարությունը բյուջետային միջոցների արդյունավետությամբ, մի կողմ թողենք մեկ անձը օբյեկտիվ, սուբյեկտիվ, կարևորը փողը, հա, փողի դիմաց ձեռբերվող ապրանքի արժեքը, հա։ Այս ընթացակարգը վաղուց կիրառվել էր։ Ինչպես պարզեցինք, մեկ անձից գնումների ոլորտում խնդիրները բազմաթիվ են ու տարաբնույթ, սակայն տարիների ընթացքում դրանցից մի քանիսը ենթարկվել են կոսմետիկ որոշակի փոփոխությունների։ 5 հատ, երբ որ 0-ով վերջանում է, դա միջազգային մեթոդաբանությունների նաև մեր կողմից զարգացած բան է, որ արդեն խոսում է, որ հստակ նախագծային հաշվարկ չկա, դրա տակ հաշվարկ չկա, այլ ավելի հակվածություն կա, որ կոռուպցիոն գործարք է։ Հիմա իրանք նաև այդ մասով բավականաչափ փոխել են իրենց վարքագիծը, մեկ անձից ձեռբերումները, երբ որ մենք նախկինում նայում ենք, հատկապես 11-13 թվականից, նորմալ մրցույթ անելու համար հիմա մեր մոտ, հա, բաց մրցույթ անելու համար 30 օր անհրաժեշտ է։ Մեկ անձից ձեռբերումները այն ժամանակ, որ 11-ից 13 էինք անում, երբ որ պայմանագիրը կնքում էին ու պայմանագիրը պետք է մատակային, այսինքն ես այս վաղտը կնքում եմ, ասում եմ, օրինակ ինձ այս ապրանքը էս ինչ օրը պետք է լինի, 30 օրից մոտավորապես 15% դեպքերում ավելի մեծ էր, այսինքն հրատապ չէր եղել, բայց իա հիմքը հրատապությունն էր, էլի, որ իբր թե անընդհատ։ Այո, կարային հանգիստ մրցույթ անեն, էլի։ Անշուշտ ցանկալի կլիներ, որ նման կարևորագույն թեմա քննարկելիս ներկայացվեին տարբեր մասնագետների կարծիքներ ոլորտի լրջագույն խնդիրների վերաբերյալ, սակայն կարծես թե այս ոլորտը դուրս է մնացել հիմնավոր ուսումնասիրություններ կատարելու դաշտից։ Ցանկալի կլիներ լսել նաև ֆինանսների նախարարության համապատասխան պաշտոնյային, սակայն նախարարությունից մերժեցին հաղորդմանը մասնակցելու հրավերը, նկարահանման օրը ու ընդհանրապես աշխատանքային շաբաթը զբաղված լինելու պատճառաբանությամբ։ Պարզվում է մեկ անձից ձեռբերումների ոլորտում մեծ հաշվով չկան դրական իմաստով առաջատար պետական մարմիններ։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ պետական գնումներով մեկ անձից գնումները շուկայականից բարձր են շուրջ 30%-ով։ Ավելին, միջազգայինորեն ընդունված նորմերի համաձայն մեկ անձից կատարվող գնումները չպետք է գերազանցեն 10%-ը քանակային առումով եւ 5%-ը գումարային առումով։ Իսկ ինչպես ցույց է տալիս առկա պրակտիկան Հայաստանում, այս սահմանաչափերը գերազանցվում են 5 եւ ավելի անգամ։ Սա այն դեպքն է, երբ օրենքի համապատասխանությունը միջազգայինորեն ընդունված լավագույն փորձին դեռևս երաշխիք չէ, որ այն կգործի այնպես, ինչպես սահմանված է եւ կլինի համապատասխան պատժելիություն։ Այս ոլորտում եւս միայն քաղաքական կամքը կարող է վճռորոշ փոփոխություններ բերել։